Այսօր ապրիլի 24-ն է, ինչպես 52 տարի առաջ, այդպես էլ այսօր ես նախ եւ առաջ իջմիացնում եմ։ Այն ժամանակ մենք 4-ով էինք՝ Ստեփան Զատիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը եւ ես։ Եվ այն ժամանակ էլ մենք արկամարեցինք նախ հոգևոր կենտրոն, մանավանդ աշխարհի առաջին քրիստոնեական, ամենահին քրիստոնեական եկեղեցի այցելել, հետո եղանք նաև մյուս սրբավայրերում, որովհետև հավատքդ երկինք հասցնելու ամենաճիշտ վայրը սրբավայրերն են։ Այսօր բայց ես ուզում եմ մի այլ բանի մասին խոսել։ Հայերս դեռևս շարունակում են խոսել ցեղասպանության ճանաչման մասին։ Գիտեք, սա թշնամիների հակառակորդի ջրաղացին ջուր լցնելն է, այսինքն տեսեք, ասում է, դե ճանաչված չի, էլի հանցագործություն լիներ, ճանաչված կլիներ։ Հայերն էլ ինչի մասին են խոսում, ընդամենը ճանաչման մասին։ Դե որ հանցագործություն լիներ իսկապես, աշխարհը ճանաչած կլիներ։ Մինչդեռ վաղուց է ճանաչված բավարար մակարդակով։ Եվ երբ դու խոսում ես այսօր դա ես համարում խնդիր, նույնիսկ վիճաբանություններ, պարլամենտում քննարկումներ։ Ցեղասպանությունը Եվրոպական միության կողմից ճանաչված է, դա արդեն բավական է։ Գումարած Ռուսաստան, առանձին Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ես ինչ մտավոր մանկամտություն է, մտավոր ցածր մակարդակ։ Դեռևս 87 թվականին ես բոլորիդ համար անկախություն թերթում գրել եմ բոլորիդ համար։ Մեր սերնդի գլխավոր առաքելությունը ցեղասպանության հետևանքների վերացումն է։ Բարեբախտաբար կարողացա մեր իշխանություններին դա տեղ հասցնել, բայց սթափվեք, դե սթափ տվեք։ Ցեղասպանության ճանաչման հարց չկա, դա անում են դեբիլները եւ հակառակորդի գործակալները։ Ցեղասպանության հետևանքները վերացնելու, ցեղասպանություն գործած եւ դրանց արդարացնողներին պատժելու մասին է խոսքը։ Եվ դա առանձին հայկական հարց չէ։ Այն փոքրիկ մեծամիտ փոքրիկներ, որ ասում են դուք դեմ եք ցեղասպանության ճանաչման, աշխարհն է ճանաչել, դուք ով եք որ կողմ լինեք կամ դեմ լինեք, ձեզնով է որոշվում այդ փոքրիկներ իսկապես։ Դեռևս 1968 թվականին կարող եք պատկերացնել, աստորեն 57 տարի առաջ մենք ազգային միացյալ կուսակցության եզրասրտական թևը, որը ես էի ղեկավարում, Ծիծեռնակաբերդում կազմակերպեցինք ռադիոհաղորդում ապրիլի 24-ի երեկոյան։ Եվ անգամ այն ժամանակ չենք խոսում ճանաչման մասին, ինչ ճանաչում։ Այսպիսով քաղաքակրթորեն հորդորում եմ ձեզ մոռանալ պայքար ցեղասպանության ճանաչման համար։ Դա վեհապար կոչվածը կասի, թե վարչապետ կոչվածը կասի, ով ուզում է լինի, այդ բառակապակցությունը ապուշություն է, նահանջ եւ ընդառաջում թշնամիներին։ Կատարվել է ցեղասպանություն, Թուրքիայի բնակչության ոչ թե 1.5 միլիոն մարդ է զոհվել, այլ զոհվել է Թուրքիայի յուրաքանչյուր 4-րդ բնակիչը ներկայիս Թուրքիայի տարածքի։ Այսինքն, եթե վերածում ենք այսօրվա թվերին, 20 միլիոնից ավելի մարդ բացակայում է աշխարհից այդ ծանրագույն հանցագործության պատճառով։ Եվ այստեղ ինչ որ մարդիկ իրենց թույլ են տալիս այս անորոշ վախվորած արտահայտություններ։ Աստված մեզ բոլորիս պահապան։ Իսկ եթե Աստծուն սիրում ես, պիտի սիրես ճշմարտությունը։ Եվ ճշմարտությունը ճանաչման դրա համար աշխատելու, ճիգեր գործադրելու պարտավորություն դու չունես։ Դու քո մասով ճանաչում ես ճշմարտությունը եւ շարունակում նույն ճշմարտության թելադրանքով աշխատել արդարության համար։ Եվ թող մեր հայրերի աշխարհընկալումը, արժեքային համակարգը, գաղափարաբանությունը մեզ օգնի ապրել Աստծով, հավատալու լինել ճշմարտությանը։